Ադրբեջանի նոր պահանջները հայտնի են։ Մեր ունեցած սաստիկ հավաստի տեղեկությունների համաձայն ադրբեջանական կողմն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել եւ դրանք գրավոր ուղարկել Հայաստան։ Մասնավորապես առաջարկվել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փոխարեն ճանաչել հարևան երկրների Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, ապա ընդամենն արձանագրել, որ երկու երկրների տարածքների գումարային մակերեսը 116.4000 քառակուսի կիլոմետր է։ Առաջարկվել է նաեւ համաձայնագրում ներառել հետեւյալ կետերը։ Առաջին. Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Սույն իրողությունը փոխելու ցանկացած փորձ ընտրությունների միջոցով կամ այլ մեթոդներով ադրբեջանական կողմին լեգիտիմ իրավունք է տալիս չեղարկել խաղաղության համաձայնագիրը դրանից բխող բոլոր հետևանքներով։ Երկրորդ. խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում կողմերի միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ եւ կողմերը պարտավորվում են միմյանց մայրաքաղաքներում տրամադրել համապատասխան շենքեր դիվանագիտական ներկայացուցչությունների համար։ Հաշվի առնելով արդեն իսկ փաստացի առկա իրողությունները, հայկական կողմին առաջարկվում է որպես Ադրբեջանի դեսպանատուն տրամադրել ՀՀ կառավարության շենքը, հասցե Երևան 0010 Հանրապետության հրապարակ կառավարական տուն առաջին։ Երրորդ. ճանապարհների եւ հաղորդակցության այլ ուղիների վերաբացումից հետո ՀՀ տարածքում դրանց մերձակա ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաեւ ադրբեջանական տրանսպորտային միջոցների եւ վարորդների տեխնիկական կամ այլ բնույթի սպասարկումն ապահովում է հայկական կողմը մատչելի գներով եւ պարզեցված ընթացակարգերով։ Չորրորդ. Սևանա լճի, այսուհետ Գյոքչա, ափամերձ հատվածների թեարաններում ադրբեջանական հանրապետության քաղաքացիները սպասարկվում են 70% զեղչով։ Հինգերորդ. ՀՀ զինված ուժերի ելակի մատակարարման մրցույթներին մասնակցում են նաև ադրբեջանական ընկերությունները արտոնյալ պայմաններով։ 6. Իմ քայլը եւ ժպիտների քաղաք հիմնադրամների շրջանառության հարկը հաշվարկվում է ադրբեջանական մանաթով եւ ադրբեջանական հանրապետության բյուջե է վճարվում ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ 7. Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ իրականացրած ՀՀ քաղաքացիներն ադրբեջանական հանրապետության իրավապահ մարմիններին են հանձնվում յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը ըստ նախապես ներկայացված ցուցակների։ Առանձին դեպքերում ադրբեջանական հանրապետության իշխանությունները կարող են արտահանձնման փոխարեն պահանջել դրանց նկատմամբ կիրառել այլընտրանքային պատժամիջոց, հարկադիր մասնակցություն, կրթվելը նորաձև է միջոցառումներին։ Մեր տեղեկությունների համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմը սկզբունքորեն համաձայնվել է քննարկել այս լրացուցիչ կետերը խաղաղության համաձայնագրում ներառելու հարցը, բայց որոշակի վերապահումներ է ներկայացրել 6-րդ կետի վերաբերյալ։ Բանակցությունները շարունակվում են։